2024 թվականին նախ Սոֆիայում ոսկե մեդալ, ապա ամիսներ անց Մանամայում աշխարհի ուժեղագույն ծանրորդների շարքում բրոնզե մեդալ։ 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի առաջիկա առաջնությանը 55 կիլոգրամ քաշային կարգում պատրաստվում է վերահաստատել ուժեղագույն լինելու փաստը։ Այս տարի ավելի պաշտավորված եմ ինձ զգում, որովհետև մեր ժողովուրդը կարող է մտածել, որ դա պատահական է, չեմպիոնությունը կամ աշխարհի մեդալը։ Այս տարի ետել նորից կրկնեմ Եվրոպայի չեմպիոնությունը, դա այդպես չեն մտածում։ Կարևոր չէ, թե դու ինչ արագությամբ ես առաջ գնում, կարևոր է, որ դու կանգ չես առնում։ Սրանք թերևս այս պահին Իզաբելլա Յայլյանի իրավիճակը բնութագրող լավագույն խոսքերն են։ Յայլյանը հարթակում մրցակցելու է նաև Ալեքսանդրա Գրիգորյանի հետ։ Հիմա կարելի է ասել նոր հասնում եմ հին արդյունքներից, առաջ խաղացում դեռ ոչ, բայց շատ ուրախ եմ, որ գոնե կարողացա մոտենալ հին արդյունքներից, ձեռքից վիրահատությունից հետո փոքր դժվար վերականգնվեցի։ 5 քաշային կարգում երկուական մասնակցող Գրիգորյանից ու Յայլյանից զատ Աննա Ամրոյան, Միլենա Խաչատրյան, Էմմա Պողոսյան, Մարգարիտա Արաքելյան, Տաթև Հակոբյան, Լիանա Գյուրջյան, Ջուլիետտա Ավանեսյան ու Մերի Թումասյան։ Ծանամարտի կանանց Հայաստանի հավաքականը ծանր հրետանիով է մեկնում Եվրոպայի առաջնության։ Առաջին անգամ այսքան մեծ պատվիրակությունով հին աշխարհի առաջնությանը մասնակցելն ինքնանպատակ չէ։ 2016 թվականին այն ժամանակ թիմը ամբողջական թիմը 7 հոգի էր։ 7 հոգով մասնակցել Ֆորդեյում Նորվեգիայի Եվրոպայի առաջնությանը եւ թիմային նորից դարձանք Եվրոպայի չեմպիոն 10 հոկանոց դեռ չի եղել, բայց այն ժամանակ մենք մասնակցեցինք, որովհետեւ օլիմպիական վարկանիշը ձեռք բերել է, դա թիմային էր։ Իսկ հիմա անհատական է։ Դրա համար թիմային մասնակցելը որպեսզի վարկանիշային նպատակը այդ չէ, նպատակը թիմային պայքարի մեջ մտնել նաև եվրոպական մնացած ուժեղ թիմերի հետ եւ փորձել ապացուցել, որ մենք ուժեղ ենք։ Մարզիչը նշում է, որ 5 քաշային կարգում էլ հայ մարզուհիներն արդյունքով իրար շատ մոտ են։ Տարիներ առաջ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հավաքականի գլխավոր մարզիչը Միլենա Խաչատրյանի մասին խոսելիս նշել էր, որ մեծ ապագա ունի, սակայն ամուսնանալուց եւ երեխա ունենալուց հետո նա պարտադրված 2 տարի հեռացավ սպորտից։ Հիմա վերադարձել է ու ցանկանում է արդարացնել մարզչի հույսերը։ Կան հիշում եմ, ես նույնիսկ մեջ բերեցի Շեքսպիրի խոսքերը. եթե նա մնար եւ կապարծանար, արժանավոր արժեք դառնար։ Իսկապես նա եթե այն ժամանակ իր արդյունքով ակին մոդ էր մեդալի։ Պարզապես վաղտի բերումով լավ էր, իհարկե լավ է, երբ ընտանիք են կազմում, նա ամուսնացավ, այդ ժամանակ ինքը հղեր չէր կարող մասնակցել, բժիշկները թույլ չէին տվել։ Այսօր նորից երեխան ունենալուց հետո նորից վերադարձել է թիմ, ակին էլ մոդ է, Աննայի հետ մոդ են մեդալ ունենալու պրոցեսին։ Խաչատրյանը նաև պարտավորված է զգում իրեն ու գիտի, ում համար է գնում պայքարի։ Հանուն աղջիկս, ես իրան թողել եմ տունը 8 ամսականից ու այստեղ եմ։ Արդեն տարի 6 ամսական պարտավոր եմ բալիկի առողջ։ Խաչատրյանն իր քաշային կարգում մրցելու է նաև Աննա Ամրոյանի հետ։ Եվրոպայի առաջնության ուժեղագույնների խմբի պայքարին Ամրոյանն առաջին անգամ է մասնակցելու, մեդալի ակնկալիք ունի, գիտակցում է, որ իր արդյունքները կարևոր են նաև թիմային պայքարի համար։ Հիմա գտնվում եմ լավ մարզավիճակում, վնասվածքներ չունեմ փառք Աստծո, 2 ամիս առաջ վիրահատվեցի ծունկս, հիմա լավ եմ, երկուս էլ մեդալի հավակնորդենք, փորձում ենք երկուս էլ մեդալ նվաճել, ուզում ենք թիմային հաշվարկով հաղթել։ 87 կիլոգրամ քաշային Լիանա Գյուրջյանը վերջին անգամ մեդալակի դարձել է 4 տարի առաջ։ Հիմա նոր քաշային կարգում է փորձելու արդյունքի հասնել։ 2021 թվականից հետո վնասվածքներ շատ եղան, դա խանգարեց, որպեսզի մեդալներ նվաճեմ, բայց հիմա փառք Աստծո շատ լավ մարզավիճակում եմ, 87 քաշային կարգում եմ մասնակցելու, հույս ունեմ, որ ամենը շատ լավ կլինի։ Թիմային պայքարում հաջողության հասնելն այլ նպատակ եւս ունի։ Մեր առաջին քայլը, որ մենք պետք է անենք, դա լինելու է թիմի համար, իսկ մնացածը հետո նոր արդեն մեր։ Նախկինում արդեն գրանցվել է այդ արդյունքը, մենք ուզում ենք ապացուցել, որ այս թիմն էլ է ուժեղ ու մարզիչները վստահել են մեզ, գնալու ենք Աստված առաջ հաղթանակի համար։ Ծանամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է ապրիլի 13-ին եւ լինելու է առաջին ալիքի ուղիղ եթերում։